Return էր անում 5, չէ՞։ Հետո պետք է լոկ կանչ, հետո դուրս եմ գալիս, սենց չեմ անում, չէ՞։ Դուրս եմ գալիս կողքը, նորից եմ կանչում, չէ՞։ Այ հիմա ինքը կտպի։ 5-ը տպեց, ճիշտ է։ Ոնց, ոնց։ Բայց return էր անում ինչ, դա։ Մի հատ քո գրածը հələ ուղարկի ինձ նայում, հա վրեժ ջան։ Ուրեմն ֆունկցիա, որը վերադարձնում էր ֆունկցիա, չէ՞։ Իրա կանչը կազմակերպում ենք հետևյալ կերպ, ֆունկցիա, որը return էր անում ֆունկցիա, անցանք իրա եռաչափ այդ խորացումը, իրա կանչն կազմակերպում ենք վերևում գրված ֆունկցիան, կողքը փակագծեր համապատասխան քանակությամբ, քանի հատ ինքը իրա ներսում return ուներ, կանչը կազմակերպում էր հետևյալ ձևով։ Ուրեմն խնդիր լուծեցինք, որը որ ունենք մի հատ ֆունկցիա, որը վերադարձնում էր function, որն իր հերթին վերադարձնում էր թիվ։ Ուրեմն նույնը եռաչափ խորության դեպքում դա կարանք անենք եւ function poll, հա, ինչ-որ մի հատ այտենց function poll եկեք գրենք, որը որ բան անում, հա, աստիճան է բարձրացնում, դա էլ պարամետր է փոխանցելով, չէ՞։ Գրում ենք function poll, սա բնականաբար սպասելու է պարամետր, գրում եմ ինչ-որ a պարամետր, իրա մեջ return է անում մի հատ function, որն էր իրա հերթին նորից փոփոխական է սպասում, ասենք b։ Այ հիմա իրա ներսում return ենք անելու a անգամ b, a անգամ b, դրսում կանչը կազմակերպում ենք հետևյալ ձևով, console log գրում ենք ֆունկցիայի անունը, ոնց վերևում արեցինք, կանչը կազմակերպում ենք կրկնակի, բայց ամեն կանչի ժամանակ, քանի որ մեր ֆունկցիաները սպասում են փոփոխականներ, պարամետրեր, մենք այդ պարամետրերը պարտավոր ենք իրանց փոխանցել, որպեսզի վերջնականում արդյունք ստանանք, return լինի ու ստանանք արժեք։ Գրում ենք 2, ասենք ու 3, 2-ի 3 աստիճանը դա 8-ն է, ճիշտ է, ստեղ կտպի 8, 6, այ աստիճանը 2 աստղանոց, չէ։ Всё, կտպի 8, այսինքն երբ որ ունենք ֆունկցիա, որը վերադարձնում է ֆունկցիա, որն վերադարձնում է արժեք, դրա եւ այդ մեր վերադարձվող եւ ֆունկցիան եւ մեր ունեցած վերևի ֆունկցիան սպասում են պարամետրեր, որ այդ պարամետրերը փոխանցելով գնում ենք խորքը ենք հասնում ամենամեջի, խորքն ենք հասնում ու վերադարձնում ենք ինչ-որ արժեք, հա, սրա դրական կողմը նա է, որ մենք արժեքներ կարող ենք փոխանցել ու այդ արժեքները ամենաներսում օգտագործենք ու վերադարձնենք ինչ-որ արժեք։ Պարզ էր երեխեք ջան, այս ամեն ինչ, այս կանչերը, վրեժ ջան, ուղարկեցի՞ր դու։
function անա, return անում b, return անում function միա c, այսինքն երկրորդին բան չենք փոխանցում, return անում 5, հա, okay, հա, նորմալ է, նույնը արել ես ուղղակի եռակի խորացման բանով, օրինակով ու արդեն փոփոխական փոխանցելով, այս փոփոխականը, երբ որ մենք սենց ասած 4-ից 5 ենք դրել, այս փոփոխականը կարող ենք փոխանցել ստեղից, ստեղ վերցնենք, ստեղ օգտագործենք, տարբերական, ապրես, ուրեմն երեխեք ջան, ինչ են իրանցից ներկայացնում ֆունկցիաները, որպես ուրիշ ֆունկցիայի պարամետր, որ գալիս են, իրանք այդ callback ֆունկցիաներն են, դրանց օրինակներն ենք անցնելու, ու այսօր անցնելու ենք set timeout, set interval, իրանց դերն ու նշանակությունը շատ մեծ է, սա կխոսանք, թե որտեղ են կիրառվում, ինչ ձևով է իրանց գրվում, այդ իրանց սինտաքսը ամեն ինչը ինչ ձևով է գրվում։ Callback-ի գաղափարն է ֆունկցիան որպես պարամետր, այն ֆունկցիաները, որը փոխանցում են մեկ այլ ֆունկցիային որպես պարամետր, այդ ֆունկցիաները կոչվում են callback ֆունկցիաներ։ Arrow function-ները, ինչ են իրանցից ներկայացնում։ Arrow function-ները slack-ով ֆունկցիաներն են, որոնք սկզբում խոսվում էր, որ այդ ֆունկցիաները ավելի նպատակահարմար են օգտագործելու համար, որովհետև իրանք ավելի արագագործ են, բայց իրականում նման բան չկա, փորձը ցույց է տվել, որ այդ ֆունկցիաները ընդհանրապես իրանց արագությամբ չեն գերազանցում մնացած այն ֆունկցիաներին։ JS-ում ֆունկցիան արժեք է, ինչպես գիտենք։ Այսինքն կարանք իրանց պահենք փոփոխականում, փոխանցենք որպես պարամետր, վերադարձնենք ֆունկցիայից, չէ՞։ Մենք համոզվեցինք, որ ֆունկցիան JS-ում արժեք է։ Արժեք լինելով հանդերձ, մենք հնարավորություն ունենք այդ արժեքը փոխանցենք մեկ այլ ուրիշ ֆունկցիային որպես պարամետր։ Ուրեմն, մի հատ օրինակ, տիպիկ, որը որ խոսում է հետևյալ իմ ասացի մասին։ Ուրեմն, ունենք function get 1-ը, որը որ վերադարձնում է, get-ը վերադարձնում, get 1 ֆունկցիան ունենք, որը որ return է անում 1, սովորական մի հատ ֆունկցիա, որը ընդամենը return է անում 1։ Ունենք մեկ այլ ուրիշ ֆունկցիա, function get 2 ֆունկցիան, որը որ վերադարձնում է 2։ Այս ֆունկցիանը վերադարձնում է 2։ Ուրեմն, հիմա ունենք մի հատ function test, որը որ ստանում է 2 պարամետր, ու այդ 2 պարամետրներն են, պարտադիր չի, չէ, որ պարամետրի անունը համընկնի այն ինչը, որ ուղարկում ենք իրան դրա հետ։ Հիմա ես այս test ֆունկցիային փոխանցելու եմ get 1-ն ու get 2-ը։ Պարտադիր չի երեխեք ջան, որ ստե գրեմ get 1 ու գրեմ get 2։ Ես ստե հանգիստ կարամ գրեմ func 1 ստորակետ func 2։ Ու console log-ի միջոցով կատարում եմ այդ երկու ֆունկցիաների վերադարձների գումարը։ Ուրեմն, ասում եմ func 1 plus func 2։ Այս իմ test ֆունկցիան անում է, քանի որ test ֆունկցիան function declaration-ը հնարավորություն է տալիս, որ հենց այս վերևում էլ իրական չկազմակերպեմ։ Ասում եմ test ու իրան փոխանցում եմ get 1-ը ստորակետ get 2-ը։ Func 1 is not a function, okay? Func 1, func 2։ Get 1։ Հա, ինչ եմ արել։ Ինչը։ Հա։
Նույնն ես գրե, բայց երեխեք ինչն է, մի տար սխալ եմ գրել, ինչ է ասում։ Func is not a function. Լավ, շատ լավ ֆունկցիա լինի 77 տողում։ Հա, լավ է։ Ճիշտ է։ Դրա համար զզում եմ էլի 5 կոդերից։ 3-ը բերեց։ Ճիշտ է, տեստ ունենք վերևում օգտագործած։ Ապրեսովիչ։ Ուրեմն երեխեք ջան, ինչ կատարվեց։ Ունենք մի հատ ֆունկցիա get1, որը վերադարձնում է 1։ Սովորական, հստակ, պարզ մի հատ բան է։ Ֆունկցիա է, որը որ վերադարձնում է 1 արժեքը։ Ունենք երկրորդ ֆունկցիան, որը որ նորից նույն պարզ ու հստակ կանոնակարգով վերադարձնում է ընդամենը 2։ Հիմա ունենք մի հատ ֆունկցիա test, որը որպես պարամետր, երկու պարամետր է սպասում։ Այդ երկու պարամետրը սպասում է եւ իր մեջ տպում է, այդ երկու պարամետրերը ինքը սպասում է ֆունկցիաներ։ Իր մեջ տպում է այդ ֆունկցիաների կանչը եւ այդ կանչից ստացված արդյունքների գումարը։ Սա ես տեղ կկանչեմ, թե կկանչեմ իրանից հետո, ընդհանրապես կապ չունի։ Հիմա ես գրում եմ իմ ֆունկցիայի անունը ու որպես պարամետրեր իրա, էլի եմ ասում, այս պարամետրերը ընդհանրապես կարող ուզենամ ես թե կգրեմ Վալոդ Գուրգեն։ Ստեղ էլ կգրեմ get1, get2։ Այս է կարևորը, թե դու ինչ կփոխանցես։ Ես դրսում կազմակերպելով test ֆունկցիայի կանչը, իրան որպես պարամետրեր փոխանցում եմ իմ երկու ֆունկցիաները, իմ դրսի երկու ֆունկցիաները, ովքեր որ ամեն մեկը վերադարձնում էր 1, մեկը վերադարձնում էր 2։ Այս ֆունկցիան կանչելով test-ը, իրան փոխանցում եմ երկու պարամետր, երկուսն է ֆունկցիա։ Այս ֆունկցիաները, որոնք որ գալիս նստում են ստեղ, արդեն կոչվում են callback ֆունկցիաներ։ Մենք չենք կանչում get1-ը, մենք չենք կանչում get2-ը, մենք get-ն ու 1-ն ու 2-ը փոխանցում ենք ֆունկցիային, հա? Ես չեմ ասում get1 ու ստեղ կանչ դնեմ ֆունկցիայի։ Չէ, սա սխալ է։ Ես փոխանցում եմ ֆունկցիայի ներսում արդեն console log-ի մեջ նոր իրանց տպում եմ, իրանց կանչերի, ոնց որ իրանց կանչում եմ, պատասխան եմ սպասում ես իրանցից։ Իրանք վերադարձում են ինչ-որ մի բան ու ես սպասում եմ այդ վերադարձին իրանց։ Այդ վերադարձված արդյունքների գումարներ վերադարձնում է, տպում է, այս բանագայում մեր test ֆունկցիան։ Ու test-ի ներսում է կատարվում մեր ֆունկցիաների կանչը։ Get1-ի ու get2-ի կանչը կատարվում է մեր test ֆունկցիայի ներսում։ Func1, func2։ Func1-ը համապատասխանաբար get1-ն է, func2-ը համապատասխանաբար get2-ը։ Պարզել երեխեք։ Հիմա callback ֆունկցիայի օրինակ, որը փոխանցում է ուրիշ ֆունկցիային, որպեսզի ներսում կանչվի, Էսի կոմենտում ենք, որպեսզի եթե պետք լինի նույն անունները կիրառենք, ուրեմն գնացինք function each, ուրեմն սպասում է մի հատ առը, ստորակետ, մի հատն է սպասում է callback ֆունկցիա։ Ուրեմն մի հատ ներսում կպահեմ let result, որը որ հավասար է դատարկ զանգված, իմ այս ստացված պարամետրով զանգվածի վրա for կֆռամ, for let lm of rr։ Հիմա կասեմ
result get push կլցեմ result-ի մեջ ու կասեմ callback ֆունկցիայից կփոխանցեմ իմ LM-ը, այսինքն զանգվածի տարերը։ Այս each ֆունկցիաս return անելու այս իմ result-ը։ Այսինքն էլ գաղափարապես ինքը կախվածություն ունի իմ callback ֆունկցիայից, առանց callback ֆունկցիա գրելու, ես չեմ կարա ինչ-որ մի հատ գործառույթ անեմ։ Ոնց ենք անելու, որ սա օգտագործենք։ Դրսում գրում եմ let նորից result, որը որ հավասար է, ասում եմ each, փոխանցում եմ, առաջի պարամետրը ինչ էր սպասում, զանգված, փոխանցում եմ ինչ-որ մի հատ զանգված, 1, 2, 3, 4, 5, հա, տարերով զանգված։ Երկրորդը ինչ էր սպասում, ֆունկցիա, գրում եմ function ու փոխանցում եմ num, հա, ինչ-որ number։ Այս իմ ֆունկցիան return անում, ասենք num անգամ բարձրացած 2 աստիճան ավելի ճիշտ։ Այ հիմա, երբ որ ես գամ console log-ով տպեմ result-ը, ես արդեն կունենամ արդյունք։ Result-ը իմ սա է, բայց ես տպում եմ սա։ Մեկ, 4, 9, 16, 25, այսինքն իմ զանգվածի տարերը բարձրացրել է աստիճան։ Ինչա կատարվում այս դեպքում։ Եկեք քննարկենք, մի հատ հասկանանք։ Ով է հասկացել, ինչա կատարվել, երեխեք, ով կարա բացատրի իր աշխատանքը, թե ոնց է տեղի ունեցել այս ամեն ինչը։ Ինչ կատարվեց, ով կարա ասի, ինչ կատարվեց։ Փոխանցվող զանգվածի հետ, այո։ Չէ, անանուն չէ, դրսում արդեն բան ենք անում, իրան կանչում ենք, քանի որ ինքը return անող ֆունկցիա է, մենք իրան նման ձևով ենք չի տպելու։ Տալիս ենք մեր զանգվածը, մեր ֆունկցիան։ Ճիշտ է, երեխեք, ունենք մի հատ ֆունկցիա, որը որ սպասում է առաջի պարամետրով զանգված, երկրորդ պարամետրով callback ֆունկցիա, այսինքն ֆունկցիա, որը որ հետո մենք իրան call ենք անելու։ Callback, այսինքն զանգի հետ կապված է, էլի call-ը զանգն է, ճիշտ է, զանգել հետ, ոնց որ callback։ Ուրեմն գալիս ենք, վերցնում ենք մի հատ դատարի զանգված, որպեսզի մեր ունեցած վերջնական արդյունքը լցնենք այս զանգվածի մեջ։ Իսկ մեր նպատակն էր այս առաջի պարամետր փոխանցվող զանգվածի տարերը բարձրացնել քառակուսի ու հետ վերադարձնել։ Ոնց ենք անում դա callback ֆունկցիայի միջոցով։ Գալիս ենք այս ֆունկցիայի ներսում, ամենավերևի ֆունկցիայի ներսում հայտարարում ենք մի հատ փոփոխական, որի վերագրում ենք դատարկ զանգված, որպեսզի արդյունքը ստանանք նորից զանգվածի միջոցով ու կարողանանք return անենք։ Ուրեմն, մեր փոխանցվող զանգվածի վրա բռնում ենք for, որպեսզի կարողանանք իր էլեմենտները փոխանցենք մեր callback ֆունկցիային։ Callback ֆունկցիային փոխանցելու ժամանակ այս կտորը ինչ է անում։ Երբ որ callback ենք կանչում, այս ֆունկցիան կանչում ենք, ճիշտ է։ Ամեն անգամ իրան փոխանցում ենք էլեմենտ։ Առաջի անգամ, երբ որ for-ը ֆռում է, վերցնում է 1-ը, որը որ այս զանգվածը եկել էր նստել էր ստեղ, այստեղ։
Այս զանգվածի վրա մենք for ֆռացինք, առաջի անգամ վերցնում ենք 1-ը, ճիշտ է, ցիկլի առաջի իտերացիայի ժամանակ։ 1-ը վերցնում ենք ու հələ որ push-ի ժամանակ գալիս է սպասումը, ասում է տենան ֆունկցիան ինչ կվերադարձնի, որ ես այդ վերադարձված արժեքը push-եմ result-ի մեջ։ Okay, callback ֆունկցիան է կանչվում այսքան մասում callback ֆունկցիան է կանչվում ու իրան փոխանցվում է որպես պարամետր 1-ը, սկզբից 1-ը։ Դրսում, երբ որ մեր return արած ֆունկցիան մենք ուզում ենք վերագրենք փոփոխականի, մենք այդ ֆունկցիայի կանչը կազմակերպելու ժամանակ, քանի որ երկրորդ պարամետրը ենք անելու, փոխանցելու ենք ֆունկցիա, մենք միանգամից այդ փոխանցվող ֆունկցիայի հետ փոխանցում ենք նաև, կոպիտ ասած, իր ներսի մարմինը, թե ինչ է ինքը անում։ Այս մեր փոխանցվող ֆունկցիան սպասում է num, պարամետր է սպասում։ Այդ պարամետրը մեր մոտ գալիս է այս ցիկլի մեջից, հա, այս LM-ը գալիս է, սկզբից 1 էր, ճիշտ է։ Առաջի իտերացիայի ժամանակ 1-ը գալիս է նստում է ստեղ։ Return-ը անում 1-ը բարձրացած քառակուսի։ Ու սա փոխանցվում է հետ ու արդեն push-ը վերցնում է result-ի մեջ, սկզբից դնում է 1։ Սկզբից դնում է 1։ Ստորակետ։ Հաջորդ իտերացիայի ժամանակ վերցնում է 2-ը։ 2-ը որ վերցնում է, այս result-ը մինչև push անելը սպասում է callback-ին տալիս է 2, գալիս է այստեղ նստում է 2, գալիս է այդ 2-ը հասնում է ստեղ, քանի որ ֆունկցիան կանչել եմ, այս երկու արժեքը փոխանցում է արդեն երկրորդ իտերացիայի ժամանակ ստեղ։ Return-ը անում 2-ի 2 աստիճան, այսինքն 2-ը դարձնում է 4։ Ու ստեղ գալիս է push-ը անում 4։ Հետո գնում է արդեն նույն սկզբունքով անում է 3-ի, 4-ի ու 5-ի համար։ Այսինքն ամեն անգամ, երբ որ պիտի մեր դատարկ զանգվածի մեջ էլեմենտ push-ի, մինչև push-ելը կանչում է մեր callback ֆունկցիան, իրան փոխանցում է պարամետր, այդ պարամետրը ստեղ վերցնում է, կատարում է գործառույթը, ստեղ նոր վերադարձնում է, ֆունկցիայի արժեք է վերադարձնում, 1-ը, 4-ը, 9-ը, 16-ը, թե 25-ը, այս պարագայում, որ մի իտերացիայի ժամանակ, որ լինում է, այդ նոր result get push-ը աշխատում է ու լցում է այս result-ի մեջ։ Վերջում return ենք անում այս result-ը, երբ որ արդեն console log-ով տպում ենք, արդեն մեզ վերադարձնում է արդեն մի հատ պատրաստի զանգված է վերցնում, որն է մեզ արդեն վերադարձնում է մեր նախնական զանգվածի քառակուսին բարձրացրած, թվերի քառակուսին բարձրացրած։ Ու ստեղ մենք արդեն ունեցանք այդ արժեքը, հա, 1, 4, 9, 16, 25, զանգվածի տարերը բարձրացված են քառակուսի։ Երեխեք, այս նույնը arrow function-ի միջոցով կատարում ենք հետևյալ ձև։ Այս let result-ի հատվածը գրվում է շատ կարճ, գրելա ձևն է, հա, arrow function։ Arrow function-ը նշանակում է, այսինքն սլակով ֆունկցիա։ Arrow function-ին մենք անդրադառնալու ենք, իր մասին խոսալու ենք, ուղղակի նույնը arrow function-ի միջոցով կլինի հետևյալ ձև։ Let result-ը հավասար է each, մեր each-ն ենք կանչում, ու ստեղ դնում ենք սկզբից զանգվածը, սկզբից այս զանգվածն ենք կանչում։ Ստորակետ։ Տեսեք 1, 4, 9, 16, 20։ Շատ կարճ ձևով է գրվում, հա, ուղղակի էսի մի հատ փոքր գրվածք է, այլ այսքանը չենք գրում, function-ը, նույն գաղափարն է, նույն միտքն են, օրինակ ես սիրում եմ ավելի լավա սենց գրեմ, չեմ այս կարճ տարբերակով, չգիտեմ ինչի։ Ուղղակի ինքը տենց ավելի
ոնց որ ավելի պարզ ու ավելի հասկանալի լինի, arrow function-ը ավելի կարճ է գրվում, համաձայն եմ, բայց այդքան ինքը ավելի պարզ ու հասկանալի չի, էլի մարդկանց, թե ինքը կարճ է ու մաքուր տիպը, բայց դե չգիտեմ, իմ համար ավելի շատ խորհուրդ է, չեմ սիրում։ Նամ անգամ երկու, մի անգամից էսի անում, հա, գալիս է այս callback-ը, որպես տենց է աշխատում, գալի նստում սրա մեջ։ Ուրեմն, ինչա իրանից ներկայացնում set timeout-ը, որը աշխատում է մի անգամ և ուղղակի մահանում է։ Ուրեմն, set timeout-ը մեր համար ինքը համարվում է երեխեք բուձելնիկ, set timeout-ը, իրանից ներկայացնում է բուձելնիկ։ Ուրեմն, կաշխատի այնքան ժամանակ հետո, ինչքանը որ մենք ներկայացնում ենք, հա։ Ուրեմն, set timeout-ը կարանք գրենք սովորական ֆունկցիայի ձևով ու set timeout-ը arrow տարբերակով։ Հետո կանադառնանք set interval-ին ու կհասկանանք, հա, ինչ խնդիրներ հետո կլուծենք։ Ուրեմն, set timeout-ի տարբերակ, set timeout-ը մեր համար ինքը համարվում է բուձելնիկ։ Ասենք, չգիտեմ, քո set timeout-ի լավագույն օրինակներից մեկը կենցաղում կարա լինի, ասենք, չգիտեմ, այն էլեկտրական չայնիկները, որ աշխատում են, դու միացնում ես այդ չայնիկը ու գնում ես քո գործերով։ Հետո ասում ես կոնկրետ, ասենք, չգիտեմ, գիտես ջուրը երբ է եռալու ու ինքը անջատվում է, չէ, ինքը մի անգամ է միանում է ու անջատվում է, արդեն քեզ պատրաստի տաք ջուր է տալիս։ Քանի վայրկյան է ինքը աշխատում, դա արդեն կախված է ջրի չափից ու այդ բանը, երբ որ անջատվում է, արդեն ձենը գալիս է, դու արդեն գիտես, որ ինքը աշխատա։ Նույնն է set timeout-ի աշխատանքն է, երեխեք։ Երբ որ դու կոդիդ մեջ օգտագործում ես set timeout, կապ չունի, որ ինքը 5 վայրկյան հետո աշխատեց։ Կարա ինքը 7 վայրկյան հետո ցույց տա քեզ արդյունքը, կախված թե դու ընթացիկ ինչեր ունես անելու։ Այ դրա աշխատանքի հետ կապված հետագայում կանցնենք, հա, ինչի համար է ինքը։ Գրելաձևը սովորական ֆունկցիայով գրվում է հետևյալ ձևով։ Այս set timeout-ը շատ է օգտագործվում, երբ որ անհրաժեշտ է լինում, որ ուշ բերվող, հա, բեկից ինֆորմացիան շուտ ցույց տանք կամ ընդհանրապես ցույց տանք, որը որ կարա ընթացքում ճանապարհին կոպիտ ասած սենց կորի, մենք բերում ենք set timeout-ի մեջ ենք դնում, ասում ենք, որ 1 վայրկյան, 2 վայրկյան հետո այս ինֆորմացիան ցույց ես տալու իմ յուզերներին, իմ օգտագործողներին։ Ուրեմն, գրվում է set timeout, set timeout, փակագիծը բացվում է, գրում է function, փակագիծ, ձևավոր փակագծերը բացվեց, իր մեջ գրում ենք console log ու գրում ենք hello։ Այս ձևավոր փակագծից հետո, բայց փակագծի, այս կլոր փակագծի ու ձևավոր փակագծի մեջտեղում գրում ենք ստորակետ ու տալիս ենք ժամանակահատվածը, թե երբ պետքա տպվի։ Ասենք ուզում եմ 5 վայրկյանից, ուրեմն գրում եմ 5000։ Երեխեք, այստեղ միլի վայրկյաններն է աշխատում։ 5000-ը դա 5 վայրկյանն է։ Սա կաշխատի 5 վայրկյան հետո։ Հիմա որ գնանք, այս result-ը տպած կլինի։ Հիմա եկեք գնանք կոնսոլի հատված, տեսեք սա տպած է, կանցնի 5 վայրկյան ժամանակ ու կտպի hello։ Կարամ դնեմ ավելի շատ, չգիտեմ, 10000, այսինքն 10 վայրկյան հետո։ Հիմա գնանք, սա կար, ճիշտ է, այս մի անգամից console log էր, ու ինքը մի անգամից աշխատելու էր, set timeout-ը հայտնվելու է 10 վայրկյան հետո, 10 վայրկյան անցավ, հետո նոր ինքը տպեց։ Եթե սա այս set timeout-ները շատ լավ գործիք են այն բանի համար, երբ որ ասենք user-ը մտնում է կայք, ասենք 10 վայրկյան հետո դու ուզում ես իրան ինչ-որ ինֆորմացիա հայտնես, այդ 10 վայրկյան հետո ինֆորմացիան դու դնում ես set timeout-ի մեջ։ Set timeout-ը երբ որ լրանում է իրան տրված ժամանակահատվածը, user-ի համար գալիս է ինչ-որ ռեկլամ կամ ինչ-որ մի հատ ինֆորմացիա, որ այս ինչը անելուց այս ինչ կլինի։ Խոսքի չգիտեմ, ինչ-որ մի հատ յուրաքանչյուր ինֆորմացիա։ Յուրաքանչյուր ինֆորմացիա տալու համար, back-end-ից այդ ամեն ինչը ստանալու համար, հետո այդքան ժամանակ հետո user-ին ցուցադրելու համար։ Այսինքն ժամանակի հետ կապված ինչ խնդիր ունենք
ու ինչը ուզում ենք, որ ժամանակի հետ կապված տպի, մենք դա օգտագործում ենք set timeout-ի միջոցով։ Set timeout-ը աշխատում է մի վայրկյան հետո ու ինքը աշխատում է մեկ անգամ։ Սրա error տարբերակը, երեխեք ջան, այսինքն սովորական ֆունկցիայով չէ, այս սլաքով ֆունկցիայով տարբերակը գրվում է հետևյալ ձև. set timeout, դրվում է փակագից, իր մեջ փակագից, դրվում է սլաք, հավասար է, հա, մեծի նշան, սա համարենք սլաք, գրվում է սենց, այս պարագայում ինքը կարճ է ու ավելի կոմպակտ է, որպեսզի անընդհատ function չգրենք։ Այ իր մեջ console log կանեմ, hello-ն նորից, hello, arrow function, իր վայրկյանները կտամ 15000, hello-ն կտպի 5 վայրկյան, հետո նոր կտպի այս մյուսը, հա, երկու հատ set timeout ունեմ օգտագործած։ Hello-ն տպեց, hello arrow function-ը տպեց 15, իրանից 5 վայրկյան հետո։ Ինչ է իրանից ներկայացնում set ինտերվալը։ Set ինտերվալը անընդհատ աշխատում է, երեխեք, ինտերվալային է ինքը, հա, set timeout-ը մի անգամ աշխատեց, իր աշխատանքը վերջացնում է ու վերջ։ Set ինտերվալը անընդհատ աշխատում է այնքան ժամանակ, մինչև որ մենք իրան չենք դադարեցնում, հա։ Էսա իր գրվածքը գրում ենք հետևյալ ձևով. set interval, ուրեմն բացում ենք փակագիծը, գրում ենք նորից function, դնում ենք փակագծերը, բացում ենք նորից ձևավոր փակագծերը ու իր մեջ console log ենք անում, չգիտեմ, ինչ-որ տիկ ստորակետ, տալիս ենք, թե ինչ ինտերվալով անընդհատ տպելով գնա, հա, ասենք ամեն վայրկյանը մեկ, ասում ենք console log արա մի հատ թիկ, ուրեմն, ինքը անվերջ աշխատելով կգնա, տեսեք, 4, 5, 7, 8, 9, 10, հիմա save timeout-ը աշխատեց, տեսեք hello-ն բերեց, hello arrow function-ը բերեց, հետո նորից ինքը գնում է, աշխատում է, տեղ արդեն քանակն է գրում, թե ամեն վայրկյանը մեկ, ինչքան է աշխատելու, ուրեմն, եթե մենք ուզում ենք, որ մեր set interval-ը պարփակենք set timeout-ի միջոցով, իրան դադարեցնենք, հələ որ իրա բանն էլ կա, հա, clear interval կա, clear interval գոյություն ունի, որը որ իրան ջնջում է ու ինքը վերջնական էլ չի աշխատում այդքանից հետո, բայց իրա դադարեցումը հիմա կազմակերպենք set timeout-ի միջոցով, հա, ուրեմն, դա կազմակերպելու համար, եկեք ես ամեն ինչը կոմենտեմ ու գրում ենք, let id-ին պետք է մի հատ փոփոխականի վերագրենք իրան, եթե մենք ուզում ենք set ինտերվալը դադարեցնենք, անպայման պարտավոր ենք իրան ինչ-որ փոփոխականի վերագրել, ուրեմն կգրենք set ինտերվալը օգտագործելով arrow function, ուրեմն գրում ենք, փակագծերը դնում ենք, ֆունկցիա arrow ֆունկցիա ու ասում ենք, որ դու console log ես անելու, էլի հիմա ասում ենք դու ամեն վայրկյանը մեկ, այսինքն ստեղ 1000 եմ գրում, ամեն վայրկյանը մեկ դու արա այդ ամեն ինչը։ Հիմա իրան կանգնացնելու համար, որպեսզի ինքը աշխատի 5 վայրկյան ու վերջ։ Այդ ամեն ինչը փաթաթում ենք set timeout-ի մեջ։ Set timeout, եթե ուզում ենք 5 վայրկյան աշխատի ու վերջ։ Նորից ժամանակային բան ենք դնում, հա, սահմանափակում իրա վրա։ Նորից գրում ենք ֆունկցիան, դնում ենք սլաքը, ասում ենք clear interval,
որը որ պատասխանատու է set ինտերվալը ջնջելու համար։ Ու փոխանցում ենք իրան այն փոփոխականը, որին վերագրվել է set ինտերվալը, այսինքն մեր ID-ն էս պարագայում, հա։ Ու իրան ասում ենք, քանի որ ինքը set ինտերվալի մեջ է, մենք պարտավոր ենք իրան տանք ժամանակ, ասում ենք 5000, այսինքն 5 վայրկյան աշխատելուց հետո ինքը կանգ կառնի։ Գնացինք։ Գնեք։ Պարզեր երեխեք, set time out-ը ու set ինտերվալը իրանցից ինչ էին ներկայացնում։ Տեսեք, set time out-ով կարանք չանենք, հա, կարանք clear interval ID անենք ու միանգամից ինքը կկանգնի։ Ինչ-որ մի հատ բանից կամ ինչ-որ մի հատ պայմանից, հա, ասենք եթե if, չգիտեմ, օրինակ խոսքի, չգիտեմ, մի հատ է թիվ ունենք, եթե թիվը, ասենք խոսքի օրինակ մի հատ 10 թիվ ունենք, որը որ set ինտերվալի մեջ դրել ենք ու 10-ից մինչև 1-ը տպում է, ասում ենք, եթե հասել է 5-ին, ուղղակի կանգնացրու, հա, մինչև 5-ը թող տպի, մինչև 5-ը, հենց 5-ը տեսավ, կանգնացրու։ Դա արդեն կդնենք պայմանի մեջ ու կկանչենք clear ինտերվալը, որը որ արդեն վերևից կփոխանցենք այն փոփոխականը, որը որ վերագրել ենք set ինտերվալին, այսինքն հայտարարում ենք մի հատ փոփոխական, հավասարեցնում ենք set ինտերվալին, այն դեպքում, եթե մենք ուզում ենք, որ մեր set ինտերվալը ինչ-որ մի պահի ջնջենք ու դրա այդ ջնջելու համար պատասխանատուն clear ինտերվալն է։ Set time out-ն էլ հիշում ենք, աշխատում է մեկ անգամ, աշխատում է մի անգամ ու այն ժամանակ, երբ որ մենք իրան կանչում ենք, ասում ենք 5000, այսինքն 5 վայրկյան հետո աշխատի, ուրեմն ինքը կաշխատի 5 վայրկյան հետո ու այդ աշխատանքը կլինի մեկ անգամ։ Ի բացառություն set ինտերվալի, որը որ ցիկլիկ կատարում է իր աշխատանքը, այս իր դրված ժամանակը իր համար այդ բանն է, հա, ցիկլի ժամանակն, այսինքն քանի վայրկյանը մեկ ինքը կատարի նույն գործողությունը։ Ուրեմն, սովորական ֆունկցիայի ու error function-ի տարբերության հետ կապված եկեք խոսանք, հա, մի քիչ երեխեք, քանի մի փոքր ժամանակ ունենք, հենց որ let func ունենք, որը որ հավասար է function, որը որ սպասում է A և B, ու կատարում է A անգամ B, ինքը return անում։ Երեխեք, սա մի հատ սովորական ֆունկցիա, որը վերադարձնում է իրան փոխանցված պարամետրերի բազմապատկված տարբերակը, ճիշտ է։ Այս նույն ֆունկցիայի error տարբերակը, այսինքն այդ error տարբերակը գրվում է հետևյալ ձևով, գրում ենք let func 1, որը որ հավասար է, ուղղակի դրվում է փակագծեր, գրում ենք փոխանցվող պարամետրերը A, B, այսինքն function բառը դուրս է գալիս երեխեք։ Դրա փոխարեն գրվում է հավասար է մեծի նշան, դրվում է ձևավոր փակագծեր ու գրվում է նույն արտահայտությունը, հա, return A անգամ B։ Սովորական ֆունկցիայի ու error function-ի տարբերությունն է։ Առաջի դեպքում գրել ենք մի հատ փոփոխական, որին վերագրել ենք function, սա անանուն ֆունկցիայի օրինակ է, երկրորդ դեպքում error function-ի օրինակ է, որտեղ ֆունկցիա բառը դուրս է գալիս, ի փոխարենը գրվում է հավասար է ու մեծի նշան, հա։ Ուրեմն ինքը կարա մի տողի կրճատում ունենա, որ այս նույն let func 1-ը հավասար է AB, հավասար է, այս փակագծերն է կարանք չդնենք, հա, այս փակագծերը կարանք չդնենք, return-ը կարանք չդնենք, ու սա կաշխատի։ Սա նշանակում է նույն return-ը, այսինքն ինքը այսքան կարա կրճատվի, սրանից ավել չի կրճատվում։ Ինքը որպես error function կարանք մեկ տողով այս ամեն ինչը գրենք, ինչը որ վերևում ենք գրել։ Այսինքն, եթե իր մեջ
մի մարմինա, ինքը գրվում է հետևյալ ձևով։ Երեխեք իրանք իրանց դիսը չունեն, մենակ իրանց թերությունը է zero function-ների, որ իրանք իրանք եսը չունեն։ Այդ եսի մասով մենք անցնելու ենք, դա բանով, հա, դոմի հետ կապված է։ Բայց հիմա իմացեք, հա, որ ինքը իր եսը չունի։ Zero function-ի հիմնական ու բացասական կողմը դա է։ Չէ գրելաձևով ինքը կարճ է գրվում ու ավելի կոմպակտ է։ Օրինակ այսքանի փոխարեն return-ը չենք օգտագործում, function-ը չենք օգտագործում ու միանգամից արդեն մի հատ սլաքի միջոցով այդ ամեն ինչը փոխարինում ենք։ Նույնն են մեր callback-ների հետ կապած, կարանք էլի նույնը անենք, ուղղակի եւ բաները, հա, ստանանք։ Ֆիլտրի օրինակ ինչ-որ ստանանք, նույն ձևով կարանք գրենք, նորից callback-ին LM-ը փոխանցենք, մեր զանգվածի տարը փոխանցենք ու գտնենք այն էլեմենտները, ովքեր որ զույգ են, մեր զույգ էլեմենտները գտնենք, հա։ Եթե true է, ուրեմն push ենք անում, եթե մեր պայմանին բավարարում է։ Եկեք մի հատ այս function filter-ը գրենք, ինչ-որ ֆիլտրի օրինակ, հա, որ ֆիլտրացիա է անում մեր զանգվածից։ Գրում ենք function filter, function filter ունենք, որը որ էլի ստանում է երկու պարամետր, առաջինը զանգված, երկրորդը ստանում է callback ֆունկցիա, callback, երկրորդն է ստացավ callback ֆունկցիա։ Մի հատ նորից կպահենք, ոնց վերևում արեցինք, result, որը որ իրանից ներկայացնում է դատարկ զանգված, ու այս դատարկ զանգվածի մեջ մեր վերջնական արդյունքները push կանենք։ Մի հատ նորից for կֆռանք, կասենք let lm of rr, հետո կգամ ստեղ կասեմ, եթե իմ callback ֆունկցիայի փոխանցած lm պարամետրը դրական արդյունք է ինձ վերադարձնում, ուրեմն ինչ արա, ուրեմն result, ուրեմն ստեղ result-ի մեջ push կանենք, result-ի մեջ get push կանեմ իմ lm-ը։ Եթե lm-ը բավարարում է իմ ներքևում գրվելիք պայմանին, ուրեմն ես push կանեմ։ Գալիս եմ for-ից դուրս, return եմ անում իմ result-ը։ Դրսում արդեն կանչելու դեպքում, օգտագործելով arrow function-ը, գրում եմ let result, որը որ հավասար է, filter ֆունկցիան եմ կանչում, իրան փոխանցում եմ առաջինը մի հատ զանգված, որտեղ գրում եմ 1, 2, 3, 4 ու 5 պարամետրերը, երկրորդ պարամետրը արդեն callback ֆունկցիան է, որտեղ էլ միանգամից կարամ ասեմ lm arrow function lm-ը տոկոս 2, որը որ հավասար է 0-ի։ Console log կանեմ իմ result։ Ինչ ասես Ուրեմն, մի հատ filter ֆունկցիա ունեմ, որը սպասում է զանգված եւ callback ֆունկցիա, նորից ունեմ դատարկ զանգված, որի մեջ արդյունքը պետք է push-եմ, իմ զանգվածի վրա ֆռում եմ for, պայմանով ասում եմ, եթե իմ callback-ի պայմանը բավարարված է, այսինքն lm տոկոս 2-ը եթե հավասար է 0-ի, այսինքն զույգ թիվ է, մնացորդը զույգ է, եթե պայմանին բավարարում է, այդ թիվը նոր push-ում եմ result-ի մեջ։ Երկրորդ պարամետրը, որը որ փոխանցելու եմ callback ֆունկցիան տեղում արդեն այս երկրորդ պարամետրի տիրույթում կատարում է իր գործառույթը ու միանգամից վերադարձնում է այստեղ
true կամ false, եթե true է իմ դրական արժեքա, մտնում է result-ի մեջ, push անում էլեմենտ ու վերջնական արդյունքով վերադարձնում է իմ զանգվածը, որի մեջ պետքա push անենք իմ պայմանին բավարարվող էլեմենտները։ Գալիս ենք ու ասում ենք 2-ն ու 4-ն են փոխանցվել, ճիշտ է, 2-ն ու 4-ն են, չէ՞ մենակ զույգ թվեր ստեղ, առանց մնացորդի բաժանվում է 2-ի։ Երեխեք, ուրեմն ինչ սովորեցինք։ Ֆունկցիան արժեք է։ Ֆունկցիան կարելի է փոխանցել ինչ-որ մի հատ ֆունկցիայի։ Callback ֆունկցիա է դառնում։ Set timeout-ը մեկ անգամյա աշխատող ֆունկցիա է, որին ասում ենք քանի վայրկյան հետո ինքը աշխատի։ Set interval-ը անընդհատ կանչվող ֆունկցիա է, որին ասում ենք քանի վայրկյանը մեկ աշխատի։ Arrow function-ը ուներ կարճ սինտաքս, որը դրանով էր ինքը տարբերվում սովորական ֆունկցիայից։ Ուղղակի գրելաձևով, որտեղ դուրս էր գալիս function բառը, եւ եթե մի տող ենք ուզում գրենք, նաեւ return-ը, վերադարձվող արժեքը արդեն միանգամից կարանք գրենք։ Ինչ անենք, մի հատ է խնդիր լուծենք։ Նույն խնդիրն է լինում։ Երեխեք ջան, պարզ էր թեման։ Իսկ հետաքրքիր էր։ Մի հատ ուզում եմ բարդ օրինակ։ Մի հատ բարդ խնդիր ձեզ տամ։ Որ կարանակ, ահա ինձի բաց է մնացել։ Տնայինի մեջ կա թե չկա։ Չի, սիրս, տնայինների մեջ հասկանում եմ, դա չկա։ Եղեք կարակ set ինտերվալի միջոցով լավ, այդքան շատ բան չանեմ։ Set ինտերվալի միջոցով տպեք 10-ից մինչև 1 թիվը։ Տպի 10, 9, 8, 7, 6, 5, 4, 3, 2, 1։ Պարզ էր։ Երեխեք։
Հա, 10-ից մեկը տպի ու կանգնի։ Ասեմ, որ եթե չկանգնացնեք, ինքը մինուսավոր թվերն էլ է, տպելով գնալով։ Function. Հա, երեխեք ջան։ Լինում է։
Ճիշտ է, Վրեժ ջան։ Իսկ կարաս բացատրես ո՞նց է աշխատել, ինչ է անում ինքը։ Մի հատ իր աշխատանքը ինձ բացատրես։ Ո՞նց արեց։ Ախես այդ թվերը գրե հավասար set ինտերվալին։ Ինչի համար ես դա օգտագործել։ Օրինակ, ինչ ես տենց գրել։ Դա ինչ է տալու քեզ։ Ստեղ մեկը չի տպի, ինչի համար մեկ էլ։ Եթե թիվը փոքր է մեկից, չէ, մեկը կտպի լավ։ Ահա։ Հանե ջան, բայց եսի մի վայրկյան հետո կա clear interval կանի։ Աշխատել է քո մոտ։ Set time out։ Մի վայրկյան հետո clear interval ա։ Հա, մի անգամից է տպում, հա, 10-ից մինչև 9, մեկը արագ։ Չի, այսինքն չի տպում 10, հետո 9 տակից, հետո 8, հետո 7, տենց տպում է, հետո set time out-ի միջոցով բան անում, clear interval անում, հա։ Հետաքրքիր է։ Չէ, վրեժ։ Всё, տարբեր գրվածքներ, բայց ընդհանուր ճիշտ է։ Ըստ լոգիկայի ստեղ set time out-ը մի վայրկյան հետո աշխատելու է, ճիշտ է։ Իսկ set time out-ին մենք ասում ենք, որ դու clear interval արա on։ Ոնց է հասցնում տպի, եթե չեմ բան անում։ Էսի ճիշտ աշխատանքի իրականում բան է, ինչ անունը, ճիշտ չի աշխատում ստեղ։
որովհետև մենք իրան ասում ենք set interval արա, set interval-ը աշխատում է, բայց clear interval-ը պետք է պայմանից կախված տան։ Ասենք եթե հա in արդեն 0-յա, հավասար է 0-ի դեպքում նոր clear interval անի։ Ըստ չգիտեմ, set timeout-ի մեջ է դրած clear interval-ը, բայց իրան ասածը մի վայրկյանից հետո կանչվի set timeout-ին։ Մի վայրկյանի ընթացքում 10-ից մինչև 1-ը տպելը հաստատ մի վայրկյան չի, որտեղ set interval-ը մենք ամեն մի վայրկյանը մեկ կանչում ենք, ճիշտ է։ Ըստ լոգիկայի set timeout-ը մի վայրկյան հետո պետք է աշխատի, այսինքն 10-ը տպեր ու պետք է ջնջվեր։ Հələ հեսա ես գրեմ, էլի մի հատ էսի։ Set interval եմ անում։ Ուղղակի երևի ցիկլն է, ստեղ օգնում, որ ցիկլը վերջանա, նոր, հա, երևի տես մի բան եմ մտածում։ Let in հավասար է 10 in մեծ է ցիկլն է, չէ, բանանում, պահում իրան։ Հա, всё, լավ, այդպես եմ մտածում, լավ։ Հա, ցիկլը պահում է իրան, թե չէ ուղղակի իրանց աշխատանքի բնույթով իրանք իրար հակասում էին, էլի, set interval, set timeout-ը կանչվում է, ուղղակի set timeout-ը այստեղ ուրիշ բան կա, էլի, իրանց աշխատանքի բնույթը, ես ասեցի, չէ, որ իրանք ասեն կարող դու 2 վայրկյան տաս, բայց ինքը իրականում քեզ արդյունք վերադասնի 3 վայրկյանից, որովհետև իր տակից ինչ սխեմա որ աշխատում է, այն ֆունկցիաները, որոնք որ սենց ժամանակային առումով են կամ GS-ի մեջ մտցնում են ասինխրոն գործողություններ, իրանք կարան ի հայտ գան իրանց նշված վայրկյանից էլ ուշ։ Դրա համար set timeout-ին stop է անում ու երբ որ ցիկլից դուրս է ընկնում, set timeout-ը նոր աշխատում է։ Հենց այդ դեպքում է լինում։ Всё, օքեյ, պարզ էր։ Երեխեք ջան, այսօրվա համար այսքանը, տնային առաջադրանքները արդեն ուղարկել եմ, անպայման կանեք ու վերջ։